Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասպանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ֆանյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ֆանյան, կառավարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում ներդրումները 88%-ով աճել են, ընդ որում ուղղակի ներդրումները 3 ու 6 անգամ։ Դուք ինչպես եք գնահատում Հայաստանի ներդրումային իրավիճակը ներկայում։ Նախքան ներդրումային իրավիճակին անդրադառնալը թույլ տվեք մի քանի կարևոր նշումներ անեմ վիճակագրության հետ կապված։ Իրականում 2024 թվականին Հայաստանում մոտորակի ուղղակի ներդրումները կազմում են շուրջ 131.6 միլիոն դոլար, 2025 թվականին 605 միլիոն դոլար։ Իրականում այս ցուցանիշի մեջ մենք տեսնում ենք աճ, բայց պետք է նշել, որ 2024 թվականին մենք որոշակի անկում ենք ունեցել եւ այդ ֆոնին այդ աճը նաեւ գրանցվել 2025 թվականին, բայց նաեւ երբ որ փորձում ենք վերլուծել եւ հասկանալ թե 605 միլիոն դոլարի կառուցվածքը ինչից է բաղկացած, մենք տեսնում ենք, որ շուրջ 517 միլիոն դոլարը իրենից ներկայացնում է վերաներդրումները։ Այսինքն գոյություն ունեցող ընկերությունները, երբ որ ստացել են շահույթ, այդ շահույթի մի մասը այսպես ասած չբաշխված շահույթը այս կոնտեքստում դիտարկվում է որպես վերաներդրում։ Եվ մի մասը, երբ որ հանում են սեփականատերերը դիվիդենդի տեսքով, դա արդեն այսպես ասած նվազեցում է համարվում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Եվ մենք ունենք 2024 թվականի համար այդ ցուցանիշը, պետք է նշեմ, որ խոշոր ընկերությունների դեպքում, ինչպիսին են օրինակ ԶՊՄԿ-ն, նրանց կողմից դիվիդենդների հայտարարելը մենք ունենք տվյալներ, որ մի քանի 100 միլիոն դոլարի օրինակ դիվիդենդ են ժամանակին հայտարարել, սա կարող է էականորեն Հայաստանում մոտորակի ուղղակի ներդրումների պատկերը փոխել։ Ես մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ այսպես ասած կանոնադրական կապիտալի համալրումները կամ greenfield, նոր ընկերությունների ստեղծումը շատ ավելի քիչ է եւ այս մասով մեր օրինակ 2025 թվականին ընդամենը ունենք 91 միլիոն դոլարի ներդրում, բավականին սահմանափակ է այս առումով, եթե մենք խոսում ենք։ Հիմա եթե փորձենք ներդրումային իրավիճակը գնահատել, իրականում պետք է գնահատել մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը եւ դրանից հետո։ Ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո եւ միջազգային ներդրողները եւ տեղական ներդրողները որոշակի վստահություն ունեն մեր տնտեսության հետ կապված։ Ես տեղյակ եմ նաեւ, որ հատկապես խոշոր միջազգային ներդրողները որոշակի ներդրումային նախագծեր են դիտարկում Հայաստանի տարբեր ոլորտում, հանքարդյունաբերությունից սկսած մինչև իրական տնտեսության տարբեր այլ ոլորտներ, այդ թվում նաեւ ոչ թե այդ թվում նաեւ ֆինանսական ոլորտում են դիտարկում ներդրումներ անելու հնարավորությունը։ Հետևաբար դա ընդհանուր առմամբ դրական կարելի էր համարել։ Միևնույն ժամանակ 2026 թվականի արդեն փետրվարի 28-ին պատերազմի սկսումը Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից միջազգային ներդրողների մոտ որոշակի մտահոգություններ է առաջացրել։ Իրականում այս պատերազմը Հայաստանի համար ստեղծում է ներդրումների առումով եւ դրական հնարավորություններ եւ նաեւ որոշակի մարտահրավերներ։ Մասնավորապես, երբ որ մենք խոսում ենք տարածաշրջանի մասին, շատ օտարերկրյա ներդրողներ, շատ օտարերկրացիներ Հայաստանը դիտարկում են Մերձավոր Արևելքի մեծ մասը եւ չեն պատկերացնում, օրինակ Հայաստանում անվտանգությունը բավականին կայուն է, անվտանգային ռեժիմը ավելի կայուն է, քան թե օրինակ Մերձավոր Արևելյան երկրներում, ինչպիսին է Իրաքն, Հորդանանն կամ հենց Օմանը, եթե նայենք։ Իսկ միևնույն ժամանակ այս իրավիճակը հնարավոր որոշակի ներդրումային հնարավորություններ բացի Հայաստանի տնտեսության համար, երբ որ այն ներդրողները, որոնք դիտարկում են իրենց գործունեությունը իրականացնել օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, որոշակի կոնյունկտուրայից ելնելով, որոշին այս գործունեությունը իրականացնել Հայաստանում, հետո այդ շուկաները սպասարկելու նպատակով։ Այդպիսի իրավիճակներ հնարավոր են, բայց կարծես թե այս պահին բոլոր ներդրողների մոտ սպասողական իրավիճակ է դեռ, որովհետև պատերազմի երկարության վերաբերյալ եւ հիմնական խնդիրը թե ինչքան կտևի պատերազմը։ Այդ սպասողական իրավիճակը Իրանի պատերազմով պայմանավորված թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի։ Եթե մենք խոսում ենք այն հնարավոր, այսպես ասած, օգուտներից, որ Հայաստանը կարող է քաղել, ես նշեցի ինքը եւ բացական անդրադառնում եւ կարող է դրական անդրադառնալ, ես կոնկրետ նկատի ունեի Իրանի հետ կապված իրավիճակը։ Հայ-ադրբեջանականի մասով մենք ստացել ենք այդ դրական իմպուլսները 2025 թվականի օգոստոսի 8-ին եւ նաեւ ներդրողների հետ իմ շփումներից են տալի, որ ավելի գործուն քայլերի սպասում են Հայաստանում ընտրությունների ավարտից հետո։ Պարոն Ֆանյան, երբ արձագանքին էի հետևում կառավարության այս տեղեկացմանը ներդրումների աճի մասին, արձագանքներից մեկը վերաբերում էր նրան, որ իրականում ոչ թե ներդրումներ են եղել, այլ ներդրումների արտահոսք է եղել, եւ այստեղ նշվում էր, որ ես մեջբերում անեմ Դավիթ Անանյան դրան անդրադարձել, ինքն ասում էր, որ
Պաշտոնական աղբյուրների համաձայն 24-ին իրական հատվածում ուղղակի ներդրումների հոսքը եղել է -47.5 միլիարդ դրամ, այսինքն ունեցել ենք ոչ թե ներդրում, այլ ներդրումների արտահոսք, իսկ 25 թվականին այդ ցուցանիշը դարձել է +93.0 միլիարդ դրամ, այսինքն մենք տեսնում ենք ոչ թե բում, այլ անցում բացասականից դեպի դրական դաշտ։ Արդյոք ներդրումների արտահոսք 24-ին եղել է թե ոչ եւ 25-ի ցուցանիշը արդյոք վերականգնման ազդեցությունն է, էֆեկտն է։ Մենք սահմանումներում եւ նաեւ տերմինների օգտագործման մասով կարծում եմ պետք է շատ զգույշ լինենք։ Հայաստանում իրականում այս կոնտեքստում երբ որ դիտարկում ենք օրինակ նվազ թիվ կամ նույնիսկ մինուսով թիվ, դա պայմանված է, ես նշեցի, որ խոշոր ընկերություններ կարող են լինել, որոնք օրինակ կարող է հայտարարեն դիվիդենդ իրենց սեփականատերերին։ Ամենայն հավանականությամբ Զանգեզուրի պողանձանային կոմբինատի մասին է խոսքը, ես ուզում եմ հիշեցնել, որ նաեւ կառավարությունը ստացավ դիվիդենդի իր փայը եւ բնականաբար եթե կառավարությունը ստացել է, հետեւաբար մյուս ներդրողը եւս ստացել է, սա կարող է անդրադառնալ ընդհանուր վիճակագրության վրա։ Այն դեպքերը, որ օտարերկրյա ներդրողները վաճառեն իրենց բիզնեսը Հայաստանից տանեն, կարող է եւ նաեւ տեղ են գտել այդպիսի դեպքեր, օրինակ մենք ունենք 2022 թվականին, երբ որ ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 975 միլիոն դոլար են եղել, մի փոքր ավել նույնիսկ, դա մեծ մասը օրինակ ռուսական կապիտալի նաեւ ներոսքով էր պայմանավորված, երբ որ Հայաստանում հիմնվում էին ընկերություններ տարբեր եւ այլ, հետո դրանք երբ որ որոշեցին իրենց գործունեությունը ծավալել այլ երկրներում, որտեղ Հայաստանը մի մասը դիտարկվում է որպես ժամանակավոր հանգրվան, նրանց հիմնական ուղղությունները նույն արաբական Միացյալ Էմիրություններն էր, Թուրքիան, եվրոպական երկրներ, Պորտուգալիա, Սլովենիա, որոնք բարենպաստ վիզային ռեժիմ ունեն ռուսաստանցիների նկատմամբ, հետո այս առումով թվերը պետքա շատ ավելի, այսպես ասած, մանրամասն ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ պատմություն կա թվերի հետևում։ Միայն ուղղակի թիվը մեկնաբանելը կարծում եմ ավելի ամբողջական պատկեր չի տալի, պետք է նաև փորձել հասկանալ ընդհանուր պատկերը թվի հետևում ընկած։ Օտարերկրյա ուղիղ ներդրումների վերաբերյալ ինչպիսի սպանություններ կարող ենք մենք ունենալ, հաշվի առնելով մեր տնտեսության ներկա իրավիճակը, մենք ինչ կարող ենք սպասել։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով հատկապես մեծ սպասումներ կարելի է ունենալ արհեստական բանականության գործարանի մասով։ Մենք վերջին հայտարարություններից գիտենք, որ 450 միլիոն դոլար է ներդրումային նախագիծը գնահատում այդ 6000 GPU-ների համար, փոքր ծավալի համար, որից 360 միլիոնը ըստ էության ֆինանսավորվելու է տեղական բանկերի կողմից։ Կախված այդ ֆինանսավորման մեխանիզմը ոնց կկառուցվի, օրինակ, եթե հայկական ռեզիդենտ ընկերության անմիջապես վարկավորեն, բնականաբար դա օտարերկրյա ուղղակի ներդրում չի համարվի։ Իսկ եթե օրինակ գրանցեն ԱՄՆ-ում վարկավորեն ԱՄՆ-ում գրանցված ընկերության, դա կհանդիսանա որոշակիորեն օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Ես նաև ուզում եմ շեշտել, որ երբ որ 450-ից անում ենք 360, մնում է 90 միլիոն դոլար, եւ այդ 90 միլիոն դոլարի մի մասը վստահաբար իրենց ներդրումներն են ունեցել օտարերկրյա ներդրողները եւ ես նաև տեղեկություն ունեմ, որ նրանց մեջ կան բավականին հայտնի անձինք։ Հիմա մեր հնայում օտարերկրյա ուղղակի ներդրումները քանի տոկոս են կազմում եւ որպես զարգացող երկրի տնտեսություն որքան պիտի լինի, բավարար է արդյոք դա։ Չէ, մենք մեր եւ հարևան երկրների համեմատ եւ ընդհանուր, երբ որ փորձենք հասկանանք, խոսքը մոտորապես գնում է 2%-ի մասին համարը, դա բավականին քիչ ցուցանիշ է, շուրջ 2% ես կնշեի թիվը, որը բավականին քիչ է, եթե համեմատենք հարևան երկրների հետ, օրինակ այդ թվում Վրաստանի հետ։ Չնայած Վրաստանում էլ շատ մեծ տեղ ունեն այսպես կոչված ենթակառուցվածքային նախագծերը։ Այս մասով եւս մեկ հարց եւ անցնենք այլ թեմայի։ Էկոնոմիկայի նախարարը ցանկ էր թվել, նշելով, թե ով է ներդրում անում Հայաստանում՝ Միացյալ Նահանգներ, Սինգապուր, Ղազախստան, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա։ Եթե այս ներդրումները գալիս են այս ֆինանսական կենտրոններից, իրական ներդրումային հոսքեր են, թե միջնորդավորված կապիտալ։ Իրականում առանձին քեսերով պետք է ուսումնասիրել, հասկանալ, կլինի եւ մյուսը եւ մեկը եւ մյուսը կլինի։ Օրինակ նույն Անանյանին եթե նորից մեջ բերեմ, ինքը կարծես թե հակված չէ դրանք ներդրումային հոսքեր անվանելուն։ Գիտեք, ներդրումային հոսքերը ունեն հստակ սահմանումներ, որոնք կարգավորվում են միջազգային համապատասխան ձեռնարկներով, ուղեցույցներով։ Մենք եթե մեկնաբանելու լինենք այդ ցուցանիշները, այդ թվերը, վստահաբար եթե վիճակագրական կոմիտեն դա ներկայացնում է, դա կարելի է համարել օտարերկրյա ուղղակի ներդրում, ուղղակի ես դարձյալ ուզում եմ շեշտել, որ կարևոր է խորանալ եւ հասկանալ պատմությունը այդ ամենի հետևում։
Եթե խոսքը գնում է վերաներդրումների մասին, օրինակ, բարձ բան, եւ մենք հաճախ տեսնում ենք օրինակ ռուսական կապիտալով, ռուսական, այսպես ասած Ռուսաստանից, հա, շատ ներդրումներ, բայց դա իրականում ոչ թե Ռուսաստանից նոր գալիս Հայաստանում ներդրում են կատարում, այլ գոյություն ունեցող ռուսական կապիտալով ընկերությունները, երբ որ ստանում են շահույթ եւ այդ շահույթի մի մասը դառնում է չբաշխված շահույթ, մնում է կազմակերպությունում, դա այս կոնտեքստում համարվում օտարերկրյա ուղղակի ներդրում։ Եվ ես ուզում եմ շեշտել, որ պարտադիր չի այդ գումարներով կառուցվեն նոր գործարաններ, կառուցվեն, չգիտեմ, ձեռք բերվեն սարքավորումներ։ Դրանք պարզապես տնտեսության մեջ որտեղ է երևում այդ իրականում մենք կարող է օտարերկրյա ուղղակի ներդրումներ ունենանք, երբ որ ինքը պարտավորությունների տեսանկյունից, այսինքն մասնագիտական տերմինների մեջ եմ մի քիչ խորանում, օտարերկրյա ուղղակի ներդրումները դիտարկվում են պարտավորությունների, կազմակերպության համար պարտավորությունների տեսանկյունից, այսինքն կազմակերպությունը այդ պարտավորությունները ստանձնեց, անկախ նրանից պահում այդ գումարը իր բանկային հաշվի համարին, թե ձեռք է բերում որոշակի ակտիվներ, դա էական չի։ Սա համարվում է օտարերկրյա ուղղակի ներդրում։ Եթե մենք ուզում ենք իրական տնտեսության մասին ավելի լիարժեք պատկերացում ունենալ, երևի թե պետքա կողմնորոշվել համախառն կապիտալի կուտակմամբ, որը հաշվարկում է ինչպես, այսպես ասած, տեղական ներդրումները, այնպես էլ օտարերկրյա ներդրումները հիմնական կապիտալի մեջ։ Այս տեսանկյունից եթե նայենք, ավելի ինֆորմատիվ կարող լինի Հայաստանի համար, մենք վերջին տարիներին տեսնում ենք դրական միտումներ, այդ թվում պայմանավորված այնպեսի խոշոր կապիտալատար արտադրությունների մեկնարկով, ինչպիսին Լիդիան Արմենիան է։ Նույն այս պրոյեկտը, որը մենք ունենում ենք արհեստական բանականության գործարանի մասով, ըստ էության դա համախառն կապիտալի կուտակում է լինելու եւ այդ ցուցանիշը Հայաստանում բավականին բարձրանալու է։ Պարոն Ֆանյան, իսկ նույնիսկ եթե սրանք վերաներդրումներ են, դա տնտեսության մեջ ո՞նց է երևում արտահանման ծավալների աճով, արդյունաբերության ավելի վերաներդրումը սովորաբար ընկերությունները երբ ունենում են որոշակի միջոցներ, իրանք փորձում են տեղաբաշխում կատարել, հա։ Շատ քչերն են, որ հակված են օրինակ բանկային ավանդի տեսքով այդ ակտիվները պահել։ Հիմնականում եթե գումար կա, փորձում են արտադրություն ընդդանել, այլապես կանեին գումար կտանային այլ երկրում, այս բիզնեսը կանեին, հա։ Ես վերաներդրումների առումով, այսպես ասած, որպես ներդրում բացական չեմ նայում այդ հանգամանքին, բայց եթե խոսենք որակական ներդրում, այսպես ասած, որակական կողմի մասին, մեզ բնականաբար ավելի ցանկալի կլիներ ներգրավել greenfield ներդրումներ, երբ որ կանոնադրական կապիտալի համալրում լինեին, դրսից ռեալ փող գար, իսկ եթե խոսք գնում ենք վերաներդրումների մասին, ես ասում եմ, ստանում է կազմակերպությունը շահույթ, մի մասը չի տրամադրում, մենք դիտարկում ենք որպես օտարերկրյա ուղղակի ներդրում։ Գանք Իրանում ընթացող իրավիճակին տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից, Իրանում ընթացող պատերազմի պայմաններում ներկա դրությամբ, պարոն Ֆանյան, որքանով է Հայաստանի տնտեսությունը ազդեցություն կրել, գուցե գնահատեք բացասական արդեն կամ դեռ ոչ։ Մենք այդ թեմայով աքսեսորիացիական կենտրոնի ուսումնասիրություն է արել, մենք բավականին մենք վերցրել ենք մի հատված, որը վերաբերում է առևտրային հոսքերին եւ փորձել ենք հասկանալ դրա վրա ինչ ազդեցություն կա։ Ապրիլի սկզբի դրությամբ ըստ էության շոշափելի ազդեցություններ մենք չէինք հայտնաբերել եւ տրանսպորտային ընկերություններն էլ նշում էին, որ մատակարարումներ հնարավոր է իրականացնել, պարզապես գներն են շատ բարձր։ Ես ուզում եմ շեշտել, որ Իրանը Հայաստանի համար հատկապես մեծ տարանցիկ նշանակություն ունի եւ Հայաստանի արտանման մեջ այնպիսի մեծ ծավալով արտանվող ապրանք, ինչպիսին է սիգարետը, մեծ մասամբ արտանվում է հենց մեղրի անցակետով եւ իր նշանակման երկիրը հիմնականում Իրաքն է, Արաբական Միացյալ Էմիրությունները, այլ երկրներ։ Հետեւաբար այս առումով հնարավոր, այսպես ասած, պատերազմական գործողությունների ոչ ցանկալի զարգացումները, որոնք կարող են հանգեցնել մատակարարման շղթաների խաթարման, կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։ Նմանապես, օրինակ, մենք մեծ քանակությամբ կենդանի ոչխար ենք արտահանում այսպես ասած ծոցի երկրներ, արաբական երկրներ, մերձարարագլիկ երկրներ եւ մի մասը դրանց իրականացում էր օդային բեռնափոխադրումների տեսքով, որտեղ պետք էր կենդանի ոչխարը կար ժամանակահատվածում տանել, չգիտեմ, օրինակ Իրաք, Հորդանան, Քաթար եւ այս ռազմական դրությունների պայմանում, երբ որ խաթարվել են այդ ավիափոխադրումների համակարգը, բնականաբար դա բացական կանդրադառնա։ Միևնույն ժամանակ, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ Հայաստանի համար հատկապես մեծ նշանակություն ունի շինարարական նյութերի մատակարարումը Իրանից։ Խոսքը Իրանից, այո, խոսքը վերաբերում է ամրանների մասին, երկաթի ամրանների մասին, բիտումի մասին, ցեմենտի եւ կլինկերի մասին, կլինկերը, որը հետագայում Հայաստանում օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, մենք փորձում ենք հասկանալ Հայաստանի կարողությունները ինչքանով է հնարավոր այդ ապրանքները փոխարինել, խոսել ենք նաեւ արտադրողների, ներմուծողների հետ եւ նրանք նշեցին, որ տեղական կարողությունները բավական են, օրինակ երկաթի ամրանների մասով։ Բայց ինչքան ժամանակ։ Մենք ունենք նոր բացված գործարան Արարատի մարզում,
որ աշխատում է առաջատար տեխնոլոգիաներով, մենք ունենք Չարենցավանում գործարան, Քարակերտում գործարան, այս գործարանները նաև խոսակցություններ կան, որ Հրազդանում է նախատեսվում գործարան բացվի երկաթի ամրանների արտադրության, այս ամեն ինչը արտադրությամբ հնարավոր է տեղական պահանջարկը բավարարել։ Ուղղակի որոշակի գների բարձրացում կլինի, նույնը ցեմենտի մասով։ Մենք ներմուծում ենք կլինկեր Հայաստանում ցեմենտ արտադրում, որովհետև դա ավելի մատչելի էր, քան թե տեղական հումքից ցեմենտի արտադրությունը, սա հնարավոր է իրականացնել։ Որոշակի խնդրահարույց է մնում բիտումի մատակարարումը, առանց այն էլ մեր կազմակերպությունները բողոքում էին իրանական բիտումի որակից, բայց բիտումի առումով մենք շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունենք։ Միգուցե իրականում այս հարցն էլ ես թեման մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց նաև հաշվի առնելով որ Ադրբեջանը հանդիսանում է նավթ արդյունաբերող եւ նաև նավթի վերամշակմամբ զբաղվող երկիր, հնարավոր է չեմ ուսումնասիրել, եթե ունենան արտադրություն, հնարավոր է նաև Իրանից, Ադրբեջանից ներմուծել դեպի Հայաստան։ Իսկ արտահանման տեմպերի հետ կապված տոկոսային առումով, եթե ուսումնասիրել եք, որքան է դժվել մեր տնտեսությունը զուտ այս մատակարարումների շղթայի խաթարման կամ վնասման հետևանքով։ 25 թվականի տվյալները դժվար է դեռևս ամբողջացնել, հա, առաջի 3 ամիսների մենք ընդամենը դրա մասով սահմանափակ տվյալներ ունենք, բայց դարձյալ արտահանող ես խոսել եմ տրանսպորտային կազմակերպությունների հետ եւ տրանսպորտային կազմակերպությունը նշում են, որ բեռնափոխադրումները իրականացնում են ավելի թանկ գներով, որովհետև ռիսկ ավելացել է, բայց այնպես չի, որ տրանսպորտային հոսքերը դադարել են։ Իսկ այլընտրանքային ուղիների մասին հնարավոր է մտածել տրանսպորտային ինչ կարողություններ կան, որոնք կարելի է օգտագործել հաշվի առնելով թե ինչ իրավիճակ է հարևան երկրում։ Մենք մեր քաղաքականության համառոտագրում փորձել ենք անդրադառնալ այլընտրանքային ուղիներին, բնականաբար, եթե խոսքը գնում է Իրաքի մասին, ամենաիրատեսական ուղին դա Թուրքիայի տարածքով Իրան դեպի Իրաք, Հյուսիսային Քուրդիստան արտահանելն է, ասեմ, որ բավականին ակտիվ է առևտուրը Թուրքիայի եւ Իրաքի միջև այդ մաքսակետով սահմանին, հա, մաքսակետ կա։ Եթե ծայրահեղ իրավիճակ առաջանա, միգուցե պետք է մեր կառավարությունը ավելի պրոակտիվ լինի եւ առաջարկի թուրքական կողմին գոնե ժամանակավորապես բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի հայկական բեռնատարները կարողանան Իրաքի հետ առևտուր անել հակառակ ուղղությամբ։ Օրինակ մենք նաև Իրանի տարածքով մեծականակ չինական ավտոմեքենաներ ենք ներմուծում։ Դուք բոլորը տեսած կլինեք փողոցներում նաև նրանց շատ լինել է եւ հնարավոր խաթարումներ այնպես լինի։ Օրինակ խոսվում է արդեն Հորմուզի նեղուցի շրջափակման մասին, որի դեպքում ոչ մի նավ չի կարող մուտք գործել, սա խնդիրը շատ ավելի բարդացնում է։ Եթե ժամանակ առաջիկայի համար եք խոսում, թե արդեն մենք ունենք տվյալներ, որ ունենք խնդիրներ, ներմուծումներ, Չինաստանից մեքենաների ներման հետ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ ապրիլի սկզբի դրությամբ այդ խնդիրները նշանակալից չեն եղել, տրանսպորտային փոխադրումները կատարվել են որոշակի բարձր գներով։ Բայց ասենք չի եղել այնպես իրավիճակ, որ խաթարում լինի։ Ամենայն դեպս մեր ուսումնասիրության շրջանակում այդպիսի բան չի հայտնաբերվել։ Ես խոսում եմ հաջորդող օրերի համար, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեց Հորմուզի նեղուցի շրջափակման մասին, սա ենթադրում է, որ ոչ մի նավ չի կարող մոտենալ եւ նաեւ ակտիվ ռմբակոծություններ էր գնում, այդ նաեւ խոշոր երկաթի վերամշակման գործարանների խոցեցին, որի արդյունքում մատակարարումները հնարավոր է պակասեն, սակայն ես նշեցի 3 ապրանք, որոնց մասով մեր տեղական 2 ապրանք, որոնց մասով մեր տեղական արտադրությունը հնարավոր է փոխարինի այդ ներմուծող ծավալները։ Իսկ որպես այլընտրանքային ուղիներ, մյուսը ես ուզում եի նշել, որ իրականում Հայաստանի համար շատ գրավիչ կարող է լինել թուրքական միջերկրածովյան նավահանգիստներից օգտվելը, խոսքը Մերսինի, իսկ այն Դերունի մասին է, եւ այդ խոշոր նավերը, որ կարող են գալ, այնտեղ բեռնափոխադրվել եւ արդեն երկաթուղով տեղափոխվել Հայաստան, բայց սա ավելի շատ մենք տեսական դրույթների մասին է խոսքում, որտեղ ավելի շատ կառավարությունը անելիք ունի։ Այո, կառավարությունը ունի սահմանը փակ է, մյուս ճանապարհը բնականաբար մեզ մնում է վրացական երթուղին, որովհետև եթե Չինաստանի հիմնական արհեստաբերական կարողությունները ծովամերձ, հա, հատվածում են Շանհայ եւ նմանատիպ նահանգներում են, ոչ թե իրենց արևմտյան շրջաններում են եւ այդ դեպքում ունեք միջին միջանցքով շատ դժվար կլինի կար ժամանակում ներմուծումներ կազմակերպել, չասեմ որ գինը շատ բարձր կլինի։ Կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, եթե իրավիճակը շարունակում է լարված մնալ Իրանում, մեր տնտեսությունը որքանով կարող է տուժել։
քանակական գնահատական չունենք, թե կոնկրետ օրինակ քանի տոկոսային կետով է հնարավոր տուժի։ Ես կարծում եմ մեր քանի որ եւ առևտրաշրջանառությունը եւ մնացած Իրանի հետ տնտեսական հարաբերությունները շատ սպეციფიկ են, օրինակ գազ, էլեկտրաէներգիայի դիմաց, ասենք այդ գործարքա, օրինակ եթե գազամատակարարման կամ էլեկտրաէներգիայի, բարձրավոլտ գծերին վնաս չհասցվի, ստեցան այդ փոխանցումը իրականացվի կամ օրինակ իրանց ենթակառուցվածքներին այնպիսի քրիտիկական վնասներ չհասցվեն, որ հնարավոր չլինի հայկական էլեկտրաէներգիայի հոսքը մարսել, մնացած իրավիճակում կլինի։ Իրանը իսկ եթե լինի, ինչ կլինի։ Դա իրականում մենք ունենանք որոշակի անկում եւ արտահանման մասով եւ համախառն ավելացված արժեքի երկրի տնտեսությունը որոշակի օրենքը նվազի, բայց ես չեմ կարծում դա կլինի կրիտիկական։ Դա կրիտիկական մակարդակի չլինի կառավարելիության սահմաններում առնի։ Այսինքն հիմա էլ ներկա իրավիճակում կարելի ասել որ կառավարելի ամեն ինչ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ լավերի համար։ Զրուցակիցս Հայկ Ասպանյանն էր, կհանդիպենք։